Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շարունակում է Իսրայելի ու մերձարևելյան տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների ու այլ օբյեկտների դեմ ճշմարիտ խոստում 4 ռազմական գործողության հերթական փուլը։ Իրանն էսկալացիայի սկզբից ի վեր տարբեր տեսակի ավելի քան 600 հրթիռ եւ ավելի քան 2000 անօդաչու թռչող սարք է արձակել։ Ըստ իրանական կողմի, Իսրայելի ռազմավարական աղետը նոր է սկսվում։ Պահապանների կորպուսը հաջողությամբ ոչնչացրել է իսրայելական առաջադեմ Հերմես եւ MQ-9 անօդաչուներ, որոնց բեկորներն ընկել են Իրանի տարբեր բնակավայրերում։ Մեր պատասխանը հիմնականում ուղղված կլինի Իսրայելի դեմ։ Մենք հասանելիություն ունենք Իսրայելի բոլոր քաղաքներին, բոլոր ռազմական կենտրոններին, բոլոր բազաներին, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին։ Մենք ոչինչ չենք կարող անել Վաշինգտոնում, Նյու Յորքում, Չիկագոյում, ամերիկյան տարբեր քաղաքներում, բայց տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաները եւ ամերիկյան շահերը մեր հասանելիության սահմաններում են։ Մենք այլընտրանք չունենք, քան թիրախավորել դրանք։ Թել Ավիվի երկնքում կասետային մարտագլխիկներով հրթիռներ են երևացել այն բանից հետո, երբ Իրանը հայտարարեց, որ Իսրայելի դեմ հիբրիդային անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ է արձակել։ Ցախալը դատապարտել է Իրանին սպառնալիքի շարավիղն ավելացնող սպառազինության կիրառման համար։ Իսրայելական ՀՕՊ համակարգը ոչ միշտ է կարողանում չեզոքացնել հարվածները։ Հզոր հարվածներից հետո Թել Ավիվի որոշ թաղամասեր ավերակների են վերածվել։ Հրեական պետության մայրաքաղաքը կրակի է մատնվել, կան վիրավորներ։ Թել Ավիվում ու Երուսաղեմում քաոս է, մարդիկ խուճապահար ներխուժում են ապաստարաններ։ Պահապանների կորպուսի թիրախում են նաև նահանգների տարածաշրջանային օբյեկտները, կրկին հարվածներ են տեղացել Քուվեյթի Ալի Ալ-Սալեմ ավիաբազային։ Գրոհներ են եղել նաև Դուբայի վրա, որտեղ տագնապի ազդանշաններ են հնչել։ Բահրեյնում իրանական հարվածներից հետո հրդեհ է բռնկվել։ NBC News-ին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանը հրաժարվում է բանակցել Վաշինգտոնի հետ, քանի որ հրադադար չեն խնդրում եւ պատճառներ չեն տեսնում, թե ինչու պետք է բանակցեն նահանգների հետ։ Նրանք այստեղ են եկել Իրանի վարչակազմը փոխելու համար։ Հավանաբար եկել էին արագ հաղթանակի հասնելու հույսով, որպեսզի ամեն ինչ կարողանան վերահսկել։ Սակայն ձախողեցին ամենը։ Համակարգը շարունակում է աշխատել։ Հրամանատարական կազմը փոխվեց։ Հոգեոր առաջնորդն էլ շուտով կփոխարինվի։ Գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը փակելու մտադրություն հիմա չունեն, բայց քանի որ պատերազմը շարունակվում է, կդիտարկեն բոլոր հնարավոր սցենարները։ NBC News-ի լրագրողը հետաքրքրվում է, արդյոք Իրանում վախենում են ամերիկացիների ցամաքային ներխուժումից։ Ոչ, մենք նրանց սպասում ենք։ Չենք վախենում, որովհետև մենք վստահ ենք, որ կդիմակայենք նրանց, եւ դա կլինի մեծ աղետ ամերիկացիների համար։ Իդեպ Իրանի արտգործնախարարի պնդմամբ Ռուսաստանը եւ Չինաստանը Թեհրանին քաղաքական եւ այլ աջակցություն են ցուցաբերում։ Աբաս Արաղչին դիմել է Թրամփին, ասելով՝ արագ եւ մաքուր ռազմական հաղթանակի A պլանը ձախողվել է, պարոն նախագահ, ձեր պլան B-ն ավելի կձախողվի։ Ամերիկա-իսրայելական ուժերը կրկին ռմբակոծել են Թեհրանը եւ մյուս իրանական քաղաքները։ Հրթիռակոծվել է նաեւ Իրանի ձյուդոյի ազգային հավաքականի ճամբարը։ Ամերիկյան կողմը կադրեր է հրապարակել, որոնք ցույց են տալիս Իրանի ռազմածովային ուժերի Շահիդ Բաղերի ավիակիր նավին կատարած հարվածը։ Գրոհների հետևանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել Բուշերում գտնվող իրանական բանակի զինամթերքի պահեստում, նաև Մահաբադ քաղաքի տարբեր շրջաններում։ Կարմիր մահիկի շենքը, որը զբաղվում է մարդասիրական օգնությամբ, լրջորեն վնասվել է։ Առնվազն 20 մարդ զոհվել է, եւս 30-ը տուժել Իրանի հարավում գտնվող Շիրազի Արվարձանի գրոհներից։ Ծանր վիրավորվել է Իրանի արտաքին գործերի փոխնախարարը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը ոտքի կկանգնի եւ այս ռազմական օպերացիան կօգտագործի փոխելու ռեժիմը։ Դեռևս նոյեմբերին վարչապետի հետ նեղ կազմով հավաքվել էինք։ Այդ ժամանակ Բենյամին Նեթանյահուն նպատակ դրեց վերացնել Խամենեիին։ Ժամկետը սահմանվեց 2026 թվականի կեսերը։ Մեր ծրագիրը ներկայացրեցինք Վաշինգտոնին Իրանում բողոքի ցույցերի սկսվելուց հետո։
Ուժային կառույցի ղեկավարի պնդմամբ Իրանի այս իշխանությունը չպետք է նշանակի մարդկանց, որոնք ցանկանում են շարունակել Իսրայելի ոչնչացման ծրագիրը։ Ըստ կացի, ցանկացած բարձրաստիճան պետական կամ զինվորական պաշտոնյա Իսրայելի տեսադաշտում է։ Միաժամանակ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Ալի Խամենեիի որդու թեկնածությունն անընդունելի է իր համար։ Թրամփն ասել է, որ Իրանի նոր ղեկավարի ընտրությանը ինքը նույնպես պետք է մասնակցի, ինչպես Վենեսուելայի դեպքում։ Իսրայել Միացյալ Նահանգներ Իրան պատերազմը նաև քաղաքակրթությունների առճակատում է։ Մոսկվայում Իրանի դեսպանը հեգնանքով դիմել է ամերիկացի պաշտոնյաներին, ասելով 250-ամյա երկիրը չի կարող քաղաքականություն սահմանել մի քանի հազար տարվա քաղաքակրթություն ունեցող Իրանի համար։ We pray for wisdom from heaven to flood his heart, his mind. Ամերիկայի տարբեր ծայրերից եկած մոտ 20 կրոնական առաջնորդներ Օվալաձև աշխատասենյակում համատեղ աղոթք են հնչեցրել նահանգների նախագահի եւ բոլոր ամերիկացի զինծառայողների պաշտպանության համար։ Արդյոք Թրամփը կորցրել է հավատը, գրում է միջազգային մեդիան։ Pray for your grace and your protection over him. I pray for your grace and protection over our troops. Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։